Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգելի գործընկերներ, բոլորիդ ներկայացամ։ Ման առաքելան, ուր եք գնում, ոչ, կանգնեք, ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք։ Ես ձեզ դատարանում, պարոն Առաքելյան, մեկ անգամ ինձ հավատարմագրումից զրկելու մասին հաղթել եմ։ Դուք մանիպուլացնում եք։ Ոչ, եկեք գնանք օրենքը բերեմ վճիռը ձեզ ցույց տամ։ Առաջի ացյանի դատարանի Դուք Ալեն Սիմոնյանի կամակատարն եք, պարոն Առաքելյան, առաջի ացյանի դատարանի որոշումը դա դեռ հաղթանակ չի, օրենքի ուժի մեջ մտած չի։ Հա, լավ, վերաքննիչում եք բողոքարկե, փրփուրներից եք կախվել, պարոն Առաքելյան։ Խնդրում եմ լքել տարածքը։ Պարոն Առաքելյան, դուք չեք կարող մեզ զրկել շենք մտնելուց, դուք մեզ ապօրինի հավատարմագրումից եք զրկել։ Ոչ, հարգելի ՊՊՑ աշխատողներ, մենք գնացինք, հրավիրում ենք դու։ Հրավիրում, քնար։ Լսի։ Այո, հասկացա։ Մի րոպե, դուք չեք որոշելու եմ այդ երկերով Մի րոպե, պարոն Մանուկյան, քնար, մի րոպե։ Թույլ տվեք մեր գործընկերներին շատ կարճ պարզաբանել։ Պարոն Առաքելյան, ձեր պարտականությունների մասին դատարանը որոշում է կայացրել։ Մանուկյանը կուղեկցի ձեզ, շնորհակալություն։ Պարոն Մանուկյանը կուղեկցի, իսկ մենք ձեզ հետ կհանդիպենք դատարանում, որտեղ դուք ապօրինի մեզ զրկել եք հավատարմագրումից, բայց դուք իրավունք ունեք մեզ շենք մտնելուց զրկել, պարոն Առաքելյան։ Դատարանը կորոշի։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե Ալեն Սիմոնյանը քաղաքացին ինչպես պնդում էր, թքեց քաղաքացու վրա, ձեռքերը ոլորել տվեց, պատասխանատվության չի ենթարկվել, այս դեպքում պատասխանատվության է ենթարկվել։ Այդ թվում եւ պարոն Կոնջարյանի ենթադրյալ բնակարանի կոռուպցիոն դրսևորումը իր կոկորտին է մնալ։ Ըստեյության ինչ է եղել առաջի ացյանում։ Չենք անում, Ժորժ ջան, դուրս են գալիս։ Լրատվական աշխատանք ես իրականացնում։ Ոչ, չէ, կբացատրեք դրսում, հարգելի։ Լսի, դուք մի հայտով եք մտել։ Դուք կբացատրեք, կամ պարոն Մանուկյան, Ինչ եք խարդվել իրար։ Ձեր թույլտվությամբ սահմանված վայրում կանի հաց եք ուղղել։ Ինչ եք սեփական ճանապարհը բացեք նրան։ Հարգելի օպերատորներ, խնդրում եմ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից։ Ես դեռևս 1 տարի առաջ, երբ որ ինքը նման որոշում կայացրեց Արթուր Հովհաննիսյանի ԿՊ խմբակցության քարտուղարի մասով, մենք դատարանում հաղթել ենք այդ գործը, իրենք բողոքարկել են վերաքննիչ դատարան։ Այսինքն Դավիթ Առաքելյանի արդեն իսկ կայացած մեկ որոշումը ինձ հավատարմագրումից զրկելու մասով արդեն դատարանում կա վճիռ, որ մենք հաղթել ենք, իրենք բողոքարկել են։ Հիմա հարգելի գործընկերներ, ազգային ժողովի պատգամավորը մենք եկել ենք եւ լուսաբանում ենք իր գործունեությունը։ Շոու եք անում, դուք Ալեն Սիմոնյանի շոուն եք անում, մենք չենք խոսում մնացի։ Գնում ենք Գեղամ Մանուկյանի պարոն Գեղամ Մանուկյանը հրավիրում է։ Всё, շատ լավ։ Ձեզ ավելին ասեմ, գործընկերներ ջան, լսեք ուշադիր, ձեզ ավելին ասեմ, ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեկտեմբերի 16-ին ազգային ժողովի աստիճանների մոտ սպառնացել է ինձ եւ իմ գործընկեր Սոնա Գրիգորյանին, որ դուք հեռացվելու եք։ Արթուր Հովհաննիսյանը այն պատգամավորն էր, որը թմրանյութի 0.24 գրամ թմրանյութի գործով քրեական վարույթով անցել է եւ այսօր եկել է մեզ սպառնալիքներ է հնչեցնում։ Հովհաննիսյանը լրագրող է եղել ու իրեն ազգային ժողովի շենքում թույլ են տվել լուսաբանել, տալ հարցեր այնտեղ, որտեղ ինքը ցանկացել է։ Սա ինչի մասին է խոսում ես։ Իրենք ցանկալի հարցանչում, սա բոլորին է վերաբերվելու, հարգելի լրագրողներ, ով որ ոչ ցանկալի հարց հնչեցնի, հանելու են դուրս այսպես, որտեղ մենք Հայկ Կոնջարյանին փորձել ենք հարցնենք, որտեղից ձեզ Town House-ը, ինչպես է կարողացել գնել, ինչպես է ստացվում, որ դուք կարողացել եք 50% զեղչով գնել, ու դրա համար մեզ հանել են դուրս։ Սոնա, Դուրս են գալիս համար, ընդհանրապես 4 կլան գործել է Ալեն Սիմոնյան, Դավիթ Առաքելյան, Հայկ Կոնջարյան եւ Արթուր Հովհաննիսյան։ 4-ն էլ պատասխան են տալու։ Всё, դուրս են գալիս։
Եթե հիմա Հայկ Կոնջորյանին, Ալեն Սիմոնյանին, Դավիթ Առաքելյանին եւ Արթուր Հովհաննիսյանին թվում է, թե մեզ ազգային ժողովում մեր մուտքը արգելելով, հավատարմագրումից զրկելով մենք իրենց չենք տեսնելու եւ իրենց կոնկրետ գործունեության մասով հարցեր չենք ուղղելու, չարաչար սխալվում են։ Շարունակվելով մեր մասնագիտական գործունեությունը, ավելին ձեզ ասեմ, կոնկրետ մեզ ապօրինի հավատարմագրումից զրկելու մասով հայցը արդեն այո, նախատեսված վայրում հարգելի գործընկերներ, սենյակ չենք մտել, ՊՊՑ աշխատակիցներին ձեզ վստահեցնում եմ, հարցրել ենք, անգամ հարգելի գործընկերներ, եկեք գնանք այդ մուտքը, գնում ենք մուտքը։ Ցույց տա մուտքը, որը մեզ համար նախատեսված է եղել, ՊՊՑ Դուրս են գա։ Ես վերջին հանցագործը չեմ վերջին հանցագործը Դու քնար։ Ես օրինակա պահանջին չես եթարկում։ Քեզ Բայց ինքը իրավունք ունի սենյակը։ Բռնություն չկա։ Ամենայն հարգանք։ Ամենան հարգանք, քո մենք պահել ենք մեր դրի օրինակա պահանջները չեք կատարում։ ոչ ռեժիմի 3 անգամ։ Ձեր իրեն հեսա կբերեն։ Ինձ գոնե չէ։